Բարի լուսիմ հարազատներս, Աստված օրհնի ձեզ։ Ստամբուլում ենք, ասիական կողմը, նայքի շենքերը։ Նենց հետաքրքիր է, որ Աստված հետաքրքիր բաներ անում, ես հետաքրքիր մի բան եղավ, ուրեմն շենքը 21 հարգանի, ոյով շենքա հեն այրևում այդ հյուրանոցն է, ուրեմն նենց եղավ, որ մենք 12-րդ հարգում ենք, 14-ում մեր եղբայրներից մեկի մոտ պետք է գնայի, տեսնեմ որտեվ էլի գործ կար։ Ոտքով հելա մի անգամից չհասկացա, բա 13-րդ հարկ չէ, մի անգամից 14 հելա, բարձացա ու աստիճաններով ու երբ որ եկա իրանց հետ խոսացի, ասեցի կներեք 13-րդ հարգը չկա, ասում է չէ, Թուրքիայում հետաքրքիր է բոլոր հյուրանոցները ինչ կառուցում են, 13-րդ հարկ չեն անում։ Պատկերացրեք իրանք այդ նշանը գիտասեք գիտեն բա թիվա։ Ու դուք պատկերացրեք Աստված ջան, մարդիկ վախի մեջ են, գիտեք, այնքան լավն են հյուրանոցում, որ մնում ենք, ջահելներ են սա երիտասարդներ, հետները խոսում ենք, ժամանակ ենք հասնում ենք, ժամանակ անցկացնենք, բոլոր ուսանողներ են ու գիտեք, Թուրքիան Հիսուսի համար, Թուրքիան Հիսուսի համար, երիտասարդները Հիսուսի համար, աշխարհը Հիսուսի համար, այսօր մեր պատերազմը մարմնի հայրան հետ չի, այսօր մեր պատերազմը հոգևոր, մեր թշնամին միայն սատանան է, մարդը թշնամին չի կարող լինել, եթե մենք ատում ենք մարդկանց, գիտեք ինչ է կատարվում, ես կարող եմ ասել, երբ որ ատում ենք մարդկանց, դա նշանակում է, որ մենք մեր ընտանիքների վրա, մեր ազգի վրա անեզք ենք բերում, որտեղ Աստծո խոսքն ասում է աղոթեցեք, օրհնեցեք ձեր հալածողների համար, ձեր թշնամիների համար, դա հենց նես չի Հիսուսն ասել, գիտեք կարող ասել դժվար է, ոնց կարելի է, այո, Հիսուսով ամեն բան կարող ենք, զորացնող մեր Հիսուսով ամեն բան կարող ենք, մեր Հայաստանը Տիրոջն է պատկանում, հայ ժողովուրդը Տիրոջն է պատկանում, ամեն մարդ որ ծնվել է այս երկրի վրա, աղոթենք որ Տերը իրանց կպնի, իրանք փրկություն ստանան, գիտեք որտեվ Հիսուսը Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, նայեք ինչ հետաքրքիր երևում է, թե չէ, այն ամպի մեջ արևը մթի մեջ է, բայց վառվում է, լույսը տալի, դրա համար օրհնում եմ ձեզ, եղեք օրհնված, հիմա որ ասեք որտեղ ես, Աթաշեհիրա կոչվում ես թաղամասը, այս քաղաքը, ստեք մետրոներ կար, մենք այն օրը գնացինք, ժողովուրդ ուզում ենք գնայինք ծովյապ, մետրոյով գնացինք ու մետրոն ինչ-որ կամպյուտերով աշխատում, ժողովուրդ չկար, բարոր չկար, պատկերացրեք, վստահում ենք տենց, դրա համար մենք պետք է այսօր վստահենք Աստծուն, մեր Աստված հավատարիմ, այսօր ամսի 28-ն է, այսօր մեր հավաքույթի Տիրոջ տոներն է, կոնֆերանս առաջի անգամ Թուրքիայում ես գիտեմ Չեխիայում ավերում ու փառք Աստծո ամեն մեկի համար, ով որ գին ավճարել ու եկել է այստեղ որ աղոթվի, որ Տիրոջը ճանաչեն այս ազգը, ես հավատում եմ Աստված հենց նենց չի անում, դուք չեք պատկերացնի, տարբեր տեղերից մարդիկ գալիս են, տարբեր կոնֆերանսներ են կազմակերպում, քրիստոնեական կոնֆերանսներ են կազմակերպում, դրա համար մեր Աստված հավատարիմ է, ես ձեզ սիրում եմ, օրհնում եմ, ահա մեր հյուրանոցը, օհո, սրանք կարծես հյուրանոց ես կյանքում չէի տեսել ճիշտն ասած, չի պատկերացնում սենց հյուրանոց, ահա, սա է, մեր հյուրանոցը կոչվում է, ոտ, Սելեկտում Սիթի, թող Աստված օրհնի ձեզ, օրհնված լինեք, ձեզ շատ 28-նա, Տերը անհնարին բաներն անում, ուրախ եղեք, ձեր պրոբլեմի վրա նստեք ու սկսեք ծիծաղելը, պարելը, ուրախանալը, ու դուք կտեսնեք, որ Աստված հավատարիմ է, Աստված հավատարիմ է ամեն ժամանակ, ու ձեր հարցերը լուծված են, ձեր հարցերը կլուծվեն, քանի որ Աստված հավատարիմ է, օրհնում եմ, սիրում եմ, քաղցրներ են, դուք միակ Տերն եք, միակ Աստվածն եք, Աստված ունենք, որտեղ մեր Աստված ավարիա է եղել, նենց որ այստեղ էլ է, մարդիկ ապրում են, ավարիաներ է լինում, նենց որ եկանք հասանք տուն, օրհնում եմ ձեզ, ձեր կյանքը Տիրոջը հանձնեք ու հետ մի վերցրեք, եղեք օրհնված ամեն